Հաղորդման գործընկերն է Տուն դեպո կահույքի սրահը։ Մարտի 23-ն է այսօր 2025 թվական ողջույն բոլորին, բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ, սիրելիներ, իհարկե կան մարդիկ, ովքեր պլանավորում են իրենց շաբաթվա օրերը, հատկապես գեղեցիկ ու լավ պլաններ են նրանք փորձում իրագործել շաբաթ եւ կիրակի օրվա հետ կապված։ Հիմա շատերը վաղ առավոտից արթնացել են, արդեն գիտեն թե ինչպես պետք է սկսեն իրենց օրը, շատերը մտածում են ինչ անել, որպեսզի եւ լավ սկսվի եւ լավ շարունակություն ունենա օրը։ Հրաշալի առաջարկ մեր թիմի կողմից հենց հիմա միացնում եք Երկիր մեդիա հեռուստաընկերությունը եւ հետեւում եք մեր ընթացքին։ Բարի լույս, բարև երկիրն է եթերում։ Շաբաթ օրն եք ենթադրենք քաղաքից դուրս գնացել եւ բնությունով եք զմայլվում, չի խանգարում, որպեսզի այն սուրճի եւ թեյի արարողակարգը համեմեք նաեւ մեր զրույցներով։ Բարի լույս հենց ձեզ, այն հեռուստադիտողներին, որոնք ենթադրենք հիմա գտնվում են բնության գրկում եւ ամենքին իհարկե բարի լույս, բարև երկիր, այո, այսօր մարտի 23-ն է, մենք բարձր տրամադրությամբ, ինչպես միշտ, հետաքրքիր է մարդիկ մտածում են մենք միշտ բարձր տրամադրություն ունենք, դա այդպես, եթե միայն եթերների ժամանակ է այդպես։ Ամեն դեպքում մեր առաքելությունն էլ հենց այդ է, որ միշտ ցույց տանք, որ մենք լավ ենք, ժպտում ենք ու ունենք հրաշալի տրամադրություն։ Եվ նորմալ է երբեմն ունենալ վատ տրամադրություն, հաղթել, տխրել, կարոտել։ Ամեն դեպս մեր գործի բնույթն այս է։ Իսկ դու ինչպես միշտ շատ գեղեցիկ ես, շատ հետաքրքիր ես քո արտաքինով եւ քո մտածողությամբ, սիրելի Դիանա Պողոսյան։ Հարգելի Տուն դեպո կահույքի սրահ, շնորհակալ ենք ձեզ մեր գործընկերը լինելու համար եւ այն հասցեները գործում են միշտ սիրելի հեռուստադիտողներ, որոնցով կարող եք հետևել մեր թողարկումներին Երկիր մեդիայի YouTube-յան ալիք հայք, Երկիր մեդիայի եւ Բարև Երկրի Facebook-յան էջեր։ Ահա այսքանը սկզբի համար բոլորիդ հրաշալի առավոտ եւ տրամադրություն եմ մաղթում, մենք սկսում ենք մեր աշխատանքը։ Եվ թող ընդունեն շնորհավորանքները մեր սիրելի հոբելյարներ, ովքեր ծնվել են մարտի 23-ին։ Վայելեք արևը, վայելեք անձրևը, բայց ոչինչ թող ձեզ չխանգարի օրը հիշարժան ու լավ դարձնելու համար շնորհավոր սիրելի հոբելյարներ։ Ինչպես հայտնի երգում է ասում, եղանակը կարևոր չէ, կարևորը տան եղանակն է, տան ջերմությունն է։ Ավանդույթը չխախտենք եւ այո, հոգեվոր խորհրդի մասին օրվա։ Մարտի 23-ն է, այո, մեծ պահքի 4-րդ կիրակին է այսօր, որն ունի արարչության 4-րդ օրվա ու այս կյանքի 4-րդ դարի խորհուրդը եւ կոչվում է տնտեսի կիրակի։ Այսօր ընթերցվող ավետարանական առակը պատմում է, թե ինչպես մի մեծահարուստ գովասանքի է արժանացնում իր անիրավ տնտեսին, որը հնարամտությամբ օգտագործում է իրեն վստահված նյութական հնարավորությունները պարտքերը մարելու եւ մարդկանց բարեհաճությանն արժանանալու համար։ Բոլորը, այդ թվում եւ մեծահարուստը գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է, սակայն նա գովեց ոչ թե տնտեսի անիրավությունը, այլ գործելակերպը։ Անիրավ տնտեսի օրինակը ցույց է տալիս, որ մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված։ Ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր հնարավորությունները։ Անիրավ տնտեսից տարբերվենք նրանով, որ այդ հնարավորությունները օգտագործենք ոչ թե իշահ անձնական բարեկեցության, այլ իշահ անանձնական բարիքի։ Իհարկե մեծ փոխաբերություն, շատ հետաքրքիր այլ իմաստ կա այս ամեն ինչի մեջ, որը պետք է հասկանանք եւ ինչու ոչ առաջնորդվենք հենց այս իմաստով եւ այս խորհրդով։ Այո։ Այսօր սիրելի հեռուստադիտողներ ուղիղ 102 տարի առաջ 1923 թվականի մարտի 23-ին է 54 տարեկանում մահացել ամենայն հայոց բանաստեղծը Հովհաննես Թումանյանը։ Այսօր կարծում եմ նաև ինչպես փետրվարի 19-ին նրա ծննդյան օրը, այսօր նույնպես Թումանյանով ապրելու, Թումանյան շնչելու, Թումանյան կարդալու օր է եւ այո, գենետիկորեն բոլորս Թումանյանից ինչ որ բան ենք կրում, Երանի նաև նրա մեծ, բարի ու գեղեցիկ սրտից մի փոքրիկ կտոր ունենանք յուրաքանչյուրս մեր մեջ։ Մենք հպարտ ենք, որ ունեցել ենք Թումանյան, ունենք եւ դեռ ունենալու ենք, որովհետեւ հավերժ մենք կվայելենք նրա թողած գրական, հսկայական ժառանգությունը սիրելիներ։ Ոչ միայն կենթանության օրոք, կյանքի վերջին րոպեներին, ինչպես նրա աղջկա ուշագրություններում ենք կարդում, նա մահանալուց վայրկյաններ առաջ երեխաներին կանչում եւ ասում է «Ղոչ աղկացեք»։ Եվ սա կարծում եմ այս պատգամը ոչ միայն իր երեխաներին էր, մեզ բոլորիս, քանի որ մենք նույնպես նրա երեխաներն ու թոռնիկներն ենք։ Շատ կարճ, լինենք, ապրենք, ողջ լինենք, ղոչ չաղկենանք, այո։ Շարժվենք առաջ, սիրելիներս, կրկին բնությանն ենք մոտ կանգնած,
Մարտի 23-ին աշխարհում նշվում է օդերևութաբանության համաշխարհային օրը։ Այն սահմանվել է օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո եւ նշվում է 1961 թվականից։ Այս տարի այն անցկացվում է «Միասին հաղթահարենք վաղ նախազգուշացման ոլորտի բացերը» նշանաբանով։ Կլիմայի արագ փոփոխությունը, որը դրսևորվում է ջերմաստիճանի բարձրացմամբ կամ նվազմամբ, ավերիչ ջրհեղեղների, երաշտի եւ ցունամիների տեսքով, մարդկության առջև ծառացած շրջակա միջավայրի լրջագույն խնդիրներից մեկն է։ Ըստ վիճակագրության բոլոր բնական աղետների ավելի քան 80%-ը օդերևութաբանական կամ հիդրոլոգիական ծագում ունեն։ Հայաստանում կլիմայի փոփոխությունը նույնպես անբարենպաստ սցենարներով է զարգանում։ Օրինակ 1961-ից 1990 թվականների հետ համեմատած 1975-ից 2016 թվականներին վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների թիվն աճել է 20%-ով, որը բացասաբար է ազդել կենսաբազմազանության ու անտառային էկոհամակարգերի վրա։ Պետք է ասել, որ 2025 թվականին ամենամոտ կանգնած 2024 թվականը, սիրելիներս, պաշտոնապես հայտարարվել է ամենատաք տարին համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության դիտարկումների կողմից։ Նկատենք, որ կազմակերպությունը այսպիսի կանխատեսում արել էր դեռևս 2023 թվականին։ Ջերմաստիճանի շարունակական բարձրացման պատճառ է նշվում ջերմոցային գազերի անընդհատ արտանետումները, որոնք համադրվելով Էլ Նինյո եղանակային երևույթի հետ հանգեցնում են համաշխարհային օվկիանոսի ջրերի մակերևույթի տաքացմանը։ Այս իսկ պատճառով էլ կարծում եմ մենք վաղուց չենք վայելել օրինակ ձնառատ ձմեռը, չենք վայելել արևաշատ ամառը, թերևս ի բախտավորություն մեզ ամռան ընթացքում տեղումների շնորհիվ շատ ավելի զով ենք մեզ զգում եւ խուսափում ենք շատ ու շատ ալերգիաներից, ինչի մասին մեր եթերների շրջանակներում մասնակիցներով հիանում ենք, մեզ լավ ենք զգում, բայց բնության վրա այդ ազդեցությունը իսկապես անդառնալի է։ Առողջապահության, նաեւ առողջության, առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ փաստում է, որ աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդ ներկայումս զգում է գլոբալ տաքացման հետևանքներն առողջության վրա եւ յուրաքանչյուր 4-րդ մահը տեղի է ունենում կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական խնդիրների պատճառով, իսկ կլիմայի շարունակաբար փոփոխությունն ավելի է խորացնում այդ ռիսկերը։ Եվ ահա այս առիթով ՄԱԿ-ը քայլեր է ձեռնարկում զսպելու գլոբալ տաքացումը եւ առաջարկում է լիովին հրաժարվել վառելիքի հանածո տեսակների օգտագործումից։ Նրանց խոսքով համաշխարհային հանրությունն ունի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան խուսափել ամենասարսափելի կլիմայական քաոսից։ Պարզապես անհրաժեշտ են անհապաղ գործողություններ, առաջնորդություն, համագործակցություն եւ քաղաքական կամք։ Այո, կարևոր հարցեր, որոնք մեզնից հասնում է միայն բարձրաձայնել, բայց այո, լուծման ուղիները իհարկե այնքան էլ մեր ձեռքերում չէ։ Եվ խոսենք մեր եւ աշխարհի պանծալի հայի մասին, 100-ամյակը Շարլ Ազնավուրի իհարկե 2024 թվականին էր, բայց առ այսօր շարունակում են նշել։ Մարտի 25-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա գալա համերգ Շարլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, համաշխարհային երգարվեստի լեգենդ Ազնավուրին նվիրված համերգը կրում է «Սիրով լի կյանք» խորագիրը։ Շանսոնիեի երաժշտական հարուստ ժառանգությունը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Երգիչներն են Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Գուրգեն Բաբայանը եւ Ժյուլ Գրիզոն։ Իհարկե կխաղաղվեն, կներդաշնակվեն բոլոր այն մարդիկ, ովքեր հանդիսատեսի կարգավիճակով կվայելեն այս համերգային երեկոն, հրաշալի է եւ ամեն անգամ Շարլ Ազնավուրի անունը հնչեցնելիս ակամայից միանգամից դեմքիդ գալիս է խաղաղ ու գեղեցիկ ժպիտը, ձգվում եւ հպարտանում։ Միանշանակ մենք դեռ շարունակում ենք մնալ երաժշտական աշխարհում, ապրիլի 2-ին էլ Երևանում առաջին անգամ ելույթ կունենա իսպանահայ դաշնակահար Էմին Քյուրքչյանը։ Համերգին, որը տեղի կունենա կամերային երաժշտության տանը, 21-ամյա Էմինը կկատարի Սկրյաբինի, Պրոկոֆիևի, Լիստի եւ Շուբերտի ստեղծագործությունները։ Երաժշտագետները արդեն բարձր են գնահատել հայ երիտասարդի տաղանդը, բնութագրելով նրան որպես հազվագյուտ շնորհ ունեցող երաժիշտ եւ իսկական ադամանդ ժամանակակից դաշնամուրային ասպարեզում։ Նշենք, որ Իսպանիայում եւ դրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող Էմինը սերում է երաժշտական ավանդույթներ ունեցող ընտանիքից։ Նրա առաջին ուսուցչուհին եղել է մայրը դաշնակահարուհի Լարիսա Թետտոևան, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Եվ այո, հայրենիքում է։
Ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները թերևս ամփոփեցինք ձեզ հետ միասին, ուրախ ենք, որ միացել եք մեզ եւս մեկ անգամ բարի լույս ընկերներ։ Մենք Վարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, հիմա կընդմիջվենք ձեզ հետ միասին կվայելենք երաժշտական ռիթմեր, ողջույն, երգի տեսքով, տեսահոլովակի տեսքով, որից հետո կլինենք տաղավարում եւ հենց երաժշտական թեմայով շարունակենք մեր եթերը, մնացեք մեզ հետ։ Շարունակում եք սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ասում են տրամադրության կարևորագույն գրավականներից մեկն էլ երաժշտական տրամադրությունը, եւ քանի որ երաժշտական աշխարհում մենք ունենք շատ հաճելի նորություն, մեր հայ պատվիրակների հետ կապված հատկապես, մենք մեծ սիրով ու հրաշալի տրամադրությամբ շարժվում ենք առաջ ու ներկայացնում ենք նրանց, իսկ թե խոսքը ինչի մասին է լինելու, ներկայացնում հայտնի է արդեն թե ովքեր են ներկայացնելու Հայաստանը Սլավյանսկի բազար 2025 ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական միջազգային մրցույթին։ Նրանք են 11-ամյա Միլանա Օրդակյանը, հիմա կծանոթանանք, եւ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը։ Նշենք միայն, որ մրցույթն անցկացվում է բելարուսական Վիտեբսկ քաղաքում սովորաբար հուլիս ամսին։ Տեսնենք այս տարի նույնպես հուլիս ամսին եւ արդեն ողջունենք բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար Սլավյանսկի բազար 2025 ամենամյա միջազգային մանկական եւ երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան պատվիրակության անդամ Տիգրան Հայորդի, բարի լույս, Միլանա Օրդակյանը 11 տարեկան է, չէ՞, ճիշտ է, եւ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, բարի լույս, կին բարի գալուստ մեր տաղավար։
Զիանա, ես հալվել եմ, ես չեմ կարողանում ինձ տիրապետել, որովհետև Միլանը շատ գեղեցիկ է ժպտում, ես վստահ եմ, որ եթե նույնիսկ չերկես այնտեղ, միայն քո ժպիտով դու կգրավես առաջին հորիզոնականը եւ կգաս Հայաստան։ Լավ ես։ Հա։ Եկեք զրույցը սկսենք Միլանայից ձեր թույլտվությամբ։ Ինձ հետաքրքիր է Միլանան քանի տարեկանից է երգում, եթե արդեն 11 տարեկան է դեռ եւ արդեն միջազգային մրցույթի պետք է մասնակցի, ուրեմն դու հենց ծնվել ես, սկսել ես երգել։ Հա։ Իսկապես։ Когда Асем и хат история есть. Когда ценвелем, мне было 4 лет, ну 4 года. Есть шат еркельная сах Евротест, там, ну, смотрела всякие Евровидения. Евротесил мրցույթները նայում էի։ Բոլոր երգերը երգում էիր։ Есть, ну, сейчас популярная Милана Филимонова, у нее есть такая песня «Стоп! Я хочу, чтобы мамы и папы». Երադասեց երգի կանխոսի Միլան։ Իսկ հետաքրքիր է ինչ երգեր ես դու ավելի շատ սիրում, այ օրինակ գնալու ես այս մրցույթին, այնտեղ եթե չեմ սխալվում, երգում են եւ ազգային լեզվով, ճիշտ է, քո լեզվով եւ ինչ որ հանրահայտ հիթեր։ Այս տարի իրենց մոտ փոխվել է մրցույթի կանոնները փոքրինչ, մանկական կատարողները պետք է երգեն ինչ որ մուլտֆիլմի սաունդթրեք։ Այ մենք դեռ փնտրտուքների մեջ ենք, ուզում ենք հասկանանք, թե ինչ սաունդթրեք կարող ենք ընտրել Միլանայի համար։ Որ ֆիլմն է սիրում Միլանան, գուցե այդպես կողմնորոշվեք։ Ну, я сирумаем холодное сердце, там же let it go, let it go. Эльзайн ես շատ սիրում։ Հա, и еще сирумаем Моана, там где там. Դու նման ես մի փոքր Моանային, չէ՞։ Այո, շատ։ Լավ, Եվ հասկացանք։ Տիգրան Հայորդի վերադառնանք մեծական զրույցին, ինչպես ասում են, եւ հասկանանք, ասացիք, կարգ է փոխվել, ինչպես այս տարի նախընտրական փուլը անցավ, մեր պատվիրակներն ինչպես ընտրվեցին, արդյոք դիմողները շատ էին։ Դիմողները միշտ էլ շատ են լինում, ուղղակի մեր դելեգացիայի ղեկավար Վրեժ Կիրակոսյանի համաձայնությամբ, ոչ թե համաձայնությամբ, որոշմամբ ոչ բոլորին ենք վերցնում հենց նախընտրական փուլի մասնակցելու, որովհետև օրինակ մանկական կատարողների մոտ երբեմն զգում ենք ինչ-որ ստրեսային բաներ, երբ որ իրանք չեն ասնում։ Այս տարի ասեմ, որ շատ ուժեղ էր նրանց մրցակցությունը, բոլորը տենց շատ լավ էին երգում, ուղղակի տարիների փորձը մեզ ժյուրի անդամներից փոխանցվել է այն, որ մենք պետք է դիտարկենք այդ տարի կոնկրետ ինչ մասնակից ավելի նպատակահարմար կլինի, որ մասնակցի Հայաստանում ներկայացնի։ Ասացիք այդ տարի միայն վոկալային լիարժեք տվյալներ, այո։ Հաշվի ենք առնում իհարկե վոկալային տվյալները լիարժեք, Միլանայի ունի փայլուն վոկալային տվյալներ, նաև դրա հետ մեկտեղ բեմական նրանց Այհենց դրա մասին է խոսքը։ Իհարկե, ամեն ինչ հաշվի ենք առնում եւ Միլանան այս տարի մեզ համոզեց, որ ինքը կարող է շատ արժանապատիվ ներկայացնել Հայաստան արտիստիզմով։ Տվյալ տարին ում ենք ուղարկելու, հետաքրքիր է այդ յուրաքանչյուր տարի որևէ պահանջ է ավելանում, պահանջներն են փոխվում համարցույթի կողմից, դուք բացի վոկալից հաշվի եք առնում դա։ Արդեն, եթե չեմ սխալվում, 7 տարի է, ինչ այս մրցույթով զբաղվում է հենց Վրեժ Կիրակոսյանը, Շարլ Ազնավուր մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, եւ ամեն տարի երբ գնում ենք, տեսնում ենք, թե նախապատվությունը ինչպիսի կատարումներին են տալիս, մենք այսպես ասած ոնց որ փորձ ենք ձեռք բերում, 4 տարի անընդհատ Հայաստան առաջի մրցանակ է բերել մանկական կատարողների խմբից, նաև երրորդ մրցանակ ունեինք երիտասարդ կատարողներից եւ նախանցած տարի, եթե չեմ սխալվում, այո, Մաշամնջյանը իհարկե Հայաստանի համար մեծ պատիվ էր, գլխավոր մրցանակով վերադարձավ։ Իսկ Դավիթ Գրիգորյան, Կիրակոսյան ներողություն հետաքրքիր է, ինչ այս ամենը կապ ունեցել ես արվեստի քոլեջի հետ, թե ոչ, եւ ինչպես արդեն անցարային этаպով, որ վերջնական ընտրվեցիր դու, քո զգացողությունները եւ վերջում նաեւ ինչ ես ներկայացնել։ Շնորհակալություն ձեզ մեզ ընդունելու ձեր տաղավար եւ լուսաբանելու։ 13 թվականից սովորել եմ արդեն Շարլ Ազնավուրի անվան պետական քոլեջը, սովորել եմ Տիգրան Հայորդի դասարանում
Եվ ինչ մտածեցիր, որ որոշեցիր մասնակցել այս մրցույթին ու ինչ փուլերով անցավ մինչև հաղթական։ Միգուցե դասախոսն ինքն է առաջարկել։ Չէ, տեսա Առաջադրել տեխնացությունը ձեր։ Սոսկայքում տեսա այդը եւ լրացրեցի, որոշեցի, որ մասնակցեմ ու շատ շնորհակալություն ժյուրի ազնագազմի, որ ինձ ընտրեց եւ ես պետք է ներկայացնեմ։ Եվ ինչ երկով իրականում որոշվեց, որ դու մեր Հայաստանի պատվիրակն ես լինելու։ Երջանկահիշատակ Արտուր Գրիգորյանի Կյանք ու կռիվ երգը, Արնո Բաբաջանյանի Տվայիս Լիդին եւ Ոչելի երգացանկից մելոդրամա երգով եմ հանդես եկել։ Ժանրային Հրաշալի երգեր եւ երեքն էլ, այո։ մեծ տարբերություն կար։ Չգիտեմ ինչքանով աստացվել լավ ներկայանամ։ Իսկ հո այդ կապված դեռ չկա երգի հստակ ընտրություն, որ դրանով Քանի որ կապվածպես։ քիչ ժամանակ առաջ նախընտրական փուլ է եղել մարտի 15-ին, հիմա շատ տեսականի ունենք մենք երգերի եւ փորձում ենք շահեկան այսպես ասած երգ ընտրենք։ Այս տարի նույնպես երիտասարդ կատարողների մոտ այսպիսի մի կանոն է փոխվել, պետք է անպայման երգեն սլավոն հեղինակի, սլավոն լեզվով, սլավոնական լեզվով ստեղծագործություն եւ միջազգային հիթ, եթե չեմ սխալվում։ Մենք դեռ մտածում ենք, փորձում ենք ինչ որ երգեր տեսնենք։ Կան տարբերակներ, որ նայում ենք, ուղղակի պետք է հստակ որոշում կայացնենք, որ լավ լինի։ Միլանա, դու ել ես դառնալու Տիգրանի աշակերտուհին։ Միլանան ունի հիանալի դասախոս, Լիլիթ Պապոյանը, մանկական կատարողների հետ հենց մեր դասախոսն է աշխատում ամեն տարի, ով շատ երկար տարիների փորձ ունի։ Դե երբ արդեն մեծանա եւ քոլեջ արդեն ընդունվելու տարիքին հասնի, երգչու ես դառնալու հստակ որոշել ես։ Հա։ Ուզում եմ Միլանա, իսկ ամեն անգամ բեմ բարձրանալուց առաջ ինչ ես մտածում, հետո ինչ ես անում ու դրանից հետո նոր բարձրանում ես բեմ։ Ամեն անգամ ելույթ ունենալիս բեմում համերգի ժամանակ ինչ ես մտածում, ինչև բարձրանում ես բեմ։ Ինչ է կատարվում քո հետ եւ ինչ ես անում։ Ես մտածում եմ, որ всё это им очередь, всё моя очередь, сейчас пойду уже выступать, и я там себя подготавливаю потихоньку там, там все настраиваю себя, там что говорю, что это просто сцена, там надо выступить и всё. Արտաքինը տեսարքի վերում Բայց նայ։ դու ինքդ քեզ կարողանում ես կառավարել եւ իսկ երբևէ եղել է որ հուզմունքը շատ խանգարի եւ սխալվես կամ երաժշտության որևէ հատված մոռանաս կամ բառերը моռանաս։ Слова забывать у меня это не было, но сильное волнение у меня было в туре Славянского базара и еще на Новой волне. Իսկ եթե մի օր հանկարծ իհարկե աստված ոչ արածը, բայց մի ամիտ ընկնես բեմի վրա, օրինակ ինչ կանես։ Տեսել ես, չէ՞, շատ հայտնի աստղեր երգիչներ կան, որ երգելուց մի ամիտ սայթաքում եւ ընկնում են։ Այսպես գեղեցիկ զգեստը ուղղելով։ Если бы я упаду на сцену, я бы продолжала петь, даже если мне было больно. Ապրես, ճիշտ արտիստին Ես դա եի ուզում լսել։ Դավիթ, շատ նախագծերում քեզ տեսել են ելույթներդ իսկապես վայելել են, որովհետև շատ սիրուն ես երգում, շատ գեղեցիկ ես անում են ինչ որ բնությունից տրված է քեզ։ Ինչ ես կարծում, այս մրցույթում ինչ ակնկալիքներ ունենաս դու եւ ամենակարևորը ինչ է տալու քեզ իրականում այս մրցույթը։ Եվս մեկ վստահություն, հա, եվս մեկ հաղթահարած քայլ, որ դու կունենաս եւ կկրես քեզ վրա ինչպես արտիստ։ Բազմիցս մասնակցել եմ մրցույթների, ազգային երգիչ նախագծում եմ մասնակցել եւ 2023 թվականին մասնակցել եմ Ալմաթա իմ սրտում Ղազախստանում էր այդ միջազգային մրցույթը, այնտեղ գրավել եմ առաջի հորիզոնականը, հիմա էլ պետք է ներկայացնեմ նույնպես Հայաստանը Սլավյանսկի բազարում։ Գիտեք ոնց մրցույթը իրենից ներկայացնում է ավելի պատասխանատվություն եւ երգիչը պետք է պատրաստ լինի լուրջ մրցույթների մասնակցելու համար։ Երևի թե նման մրցույթները ունեն շատ հետաքրքիր մի առանձնահատկություն, որ եթե օրինակ հերթական համերգային ծրագրի ժամանակ գուցե
ինչ որ մի բան այն չլինի, բայց միևնույն է դու պիտի երգես, բայց նման մրցույթների շրջանակներում արտիստը իրեն զգում է կատարյալ իրավիճակում եւ դու ինքդ կարգապահությամբ պիտի լինես այդպեսին, հետո նոր որպես արտիստ լիարժեք քեզ դրսևորես այդ մրցույթում, որովհետեւ ոչինչ այս դեպքում քեզ չի կարող խանգարել, ոչ մի կողմնակի դրույթ, ոչ մի կենցաղային խնդիր չի կարող քեզ խանգարել, որովհետև հստակ գնացել ես մրցույթի, այս իմաստով ինչ ես վայելում որպես արտիստ այնտեղ, ինչ զգացողություններ ես ունենում։ Զգացողությունը այն է, որ Հայաստան ներկայացնելուց քո հանդիսատեսը, քո հայրենակիցները այսպես քո կողքն են կանգնում եւ որ մրցույթի մասնակցում ես, բազմաթիվ նամակներ ես ստանում նաև քո ընկերների, հետևորդների կողմից եւ քեզ ուժ է տալիս, ավելի պատասխանատվություն ես վերցնում քո վրա եւ պետք է լավ պատրաստվես մրցույթին։ Լավ ես վոկալի մասնակից կխնդրեմ նաև ձեր մոտեցում այս հարցին։ Այո, մենք ունենք արտիստներ, ովքեր միշտ պատրաստ են, ովքեր անկախ նրանից բեմահարթակը որտեղ է եւ ինչ բեմահարթակ է, նրանք ելույթ են ունենում անդադար մաքսիմալ իրենց ուժով եւ նախապատրաստվածությամբ ու կոնկրետ հոգեբարությամբ, բայց ունենք արտիստներ, որոնք վստահաբար տարբերում են այս բեմը այն մի բեմից։ Այս դեպքում մեր մասնակցին Դավիթին վաղուց եք ճանաչում, ոնց է հիմա ինքը պատրաստվում, ավելորդ լարվածություն արդեն եթե հաշվենք երևի թե այսօրվանից մի 3 ամիս ժամանակ է մնացել, մենք հենց արդեն կոնկրետանանք երգերի ընտրության հարցում ընտրենք երգերը, արդեն մենք շաբաթական երևի 4-5 անգամ պետք է հանդիպենք եւ սկսենք աշխատել, քայլ առ քայլ մոտենանք մեր նպատակին։ Հիմնականում երբ արդեն մենք գնում ենք մրցույթին, մասնակիցները ամբողջովին պատրաստ են լինում ցանկացած իրավիճակի, դեպքեր են լինում, ես էլ եմ ասել, որ վատառողջ են լինում, ինչ որ չգիտեմ, օդը փոխելուց ինչ-որ խնդիրներ եւ այլն, նրանք ամեն ինչին արդեն պատրաստ են լինում, այնքան լավ են ստեղծագործությունները յուրացնում եւ մենք հաշվարկում ենք ամեն ինչ, որ հնարավոր է, նաեւ բեմում ձեր ասած ինչ-որ մի դեպք պատահի, թե ինչպես կարելի է այդ դեպքից գեղեցիկ ինչ-որ sense շրջանցել եւ կատարել, թե ինչ-որ առողջական, թե առհասարակ Բայց ամեն դեպքում ապրելակերպն էլ փոխվում է արտիստի։ Կարծում եմ, որ հենց այո, այդ մրցույթներում, որ ասում են հաղթելը կարևոր չէ, բացի այն, որ նոր ընկերներ են ձեռք բերում, այդ ձեր ասած անձնային աճին է խթանում, կարողությունները ճիշտ գնահատել, ինքնադրսևորվել, ճամփորդություն նպատակը այն է լինում, որ մենք ամեն ինչ անենք, որ նրանք փայլուն ելույթ ունենան։ Փայլուն ելույթ ունենան, դա արդեն առաջի մեր հաղթանակն է լինում, երբ մենք կարողանում ենք ներկայացնել նրանց ելույթները եւ ասել նրանք լավագույններից մեկն էին, օրինակ։ Թե ոնց կգտնեն դա իրենց խնդիրն է։ Թե երկրորդ տեղ կլինի, առաջի տեղ կլինի, դա իհարկե հաճելի առաջին հորը։ Դե մենք հիմնականում առաջի տեղերով գլխավոր մրցանակներով ենք հետ գալիս այտենց ընդհանուր բոլոր մրցույթներից, բայց ամեն ինչ հնարավոր է, մեր համար առաջին նպատակը լավ ելույթ ունենալն է։ Դրանից հետո արդեն իհարկե հաղթանակը։ Իլանա, դու հաղթելու ես, չէ՞, կարծում եմ։ Դու ինչ ես կարծում։ Что я думаю, да? Я думаю, что я выиграю. Еще я хочу сказать, что у меня есть огроменная мечта, она у меня все время теперь. Я хочу выиграть и дать победу моей родине. Իսկ սա քո առաջին շատ մեծ մրցույթն է, չէ՞, որին մասնակցում ես։ Թե էլի եղել են մրցույթներ, որ մասնակցել ես։ Именно отборочные туры. Да, я проходила отборочный тур «Новая волна» и еще «Славянский базар». Բայց մասնակցում ես, անցել ես նախընտրական փուլը այստեղ միայն։ Դա առաջին մրցույթն է։ Բայց Միլանա, հիմա ուզում եմ, որ մի բան երգես։ Ըստ նաև փորձառություն կլինի, էլի, որ հետո արդեն մրցույթին ավելի լավ երգես։ Քո ամենասիրելի երգը Սլավյանսկի բազարի ամենախիստ ժյուրիի անդամն եմ եւ նայում եմ քեզ։ Խիստ հայացքով ժպտա, ինքը բարձր։ Այսպես։ Могу я спеть «Кукушку» Виктора Цоя или «Селин Дион Махар Цвилгон». Դե որն ուզում ես։ Խիստ ժյուրիի բերանը մնաց բաց, ինչպես ասում են։ Միայն երգերի ընտրությունից, չէ՞։ Եվ սկսենք վայելել։ Давайте Махар Цвилгон последний кусок там. You're here, where's nothing, and I know where's my heart will go on with
ապրես։ Ծափարություններ բացը, եթե այս ժպիտով ներկայանաս, ինչ էլ երկես, լավ երկես, մի քիչ վատ երկես, սխալ երկես, ճիշտ երկես, միևնույն է դու հաղթելու ես, որովհետև շատ բեմական ես, շատ հմայիչ ես ու շատ սիրուն, ամենակարևորը։ Спасибо. Վերջում են խոնարհումը։ Ապա Դե ինչ, որ բեմական եմ։ մաղթենք ձեզ հաջողություն, ինչ ունենք ավելացնելու։ Ավելացնել մրցույթի հետ կապված դե ասեմ, որ մեր թիմը միշտ մեր կողքին է։ Նախընտրական փուլի մեր ժյուրի անդամներն են վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը, վաստակավոր արտիստ նորից Մհեր Արմենյան եւ իհարկե դելեգացիայի ընդհանուր նախագծի ղեկավար Վրեժ Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնենք նաեւ նրանց, որ ընձեռնում են բոլորին նման հնարավորություններին Հայաստանը ներկայացնելու համար։ Եվ մեր թիմին հաջողություն մաղթենք, ձեզ իհարկե անչափ շնորհակալ ենք հրավերի համար։ Մենք էլ ենք շնորհակալ, որ այստեղ եք եւ լիահույս եմ ամռանը նորից կհանդիպենք, կարծում եմ։ Հաղթանակով թե ոչ, միևնույն է կգաք եւ կպատմեք ձեր էմոցիաների մասին։ Կգաս, չէ՞ նորից մեզ մոտ։ Անպայման։ Անպայման։ Ձեր ձայնը անսպառ, խնդրում եմ ձեզ տակ պահեք, խնդրում եմ ձեր ապրելակերպի մեջ եղեք շատ ուշադիր, որպեսզի չմրսեք, ձայնը չսառեցնեք, չենք գոռում, չենք բղավում, միայն բղավում ենք երգելիս։ Չեն բղավում երկելիս։ Փոխաբերական իմաստով Չի կարելի նկատում։ բղավել երկելիս, այո։ Փոխաբերական իմաստով։ Այսօր վաղ առավոտի դու անդադար սխալների ուղում ես անում։ Բարեկամներ, մեր պատվիրակներին մաղթենք հաջողություն, ճանապարհենք նրանց եւ շարունակենք բարև երկրի ընթացքը։ Միացեք մեզ։ Շարունակում ենք բարև երկիրը, սիրելիներս ամեն անգամ միևնույն է հպարտության, բայց մենք հիշատակում ենք մեր եթերների շրջանակներում, եթե կա առիթը իհարկե մեծանուն հայերի։ Այսօր 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի Գեղամ Գրիգորյանի մահվանօրն է։ Աշխարհի գրեթե բոլոր խոշոր օպերային թատրոններում ելույթներով հանդես եկած երգիչը մահացել է 2016 թվականին։ Մեր ամենասիրելի համենայն դեպս ինձ համար Մատյան էջի միջոցով սիրով ներկայացնում ենք հենց նրա մասին, դիտենք ու վերադառնանք, խնդրեմ։ Հայ օպերային երգիչ, բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի ժողովրդական արտիստ պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում։ Իսկ հաջորդ տարի 1972-ին մենահամերգներով մեկնել է Արևմտյան Բեռլին։ 1975 թվականին կայացել է նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Էդգարի դերերքով Դոնիցետիի Լուչիա դի Լամերմուր օպերայում։ Դրան հաջորդում են Սարոն, Տիրիթը, Սայաթ Նովա, Կոմս Ալմավիվա, Ֆաուստ եւ շատ այլ աշխատանքներում դերերքեր։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներքիչ է եղել ողջ խորհրդային միությունում։ 1978-ին մասնակցել է Միլանի Լա Սկալա թատրոնի գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին եւ ընդգրկվել այն 4 երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել Լա Սկալայում։ Ուսանելու տարիներին նա հրավիրվել է Փարիզ, գլխավոր դերով հանդես գալու Չայկովսկու Օպրիչնիկ օպերայի ռադիոհամերգին։ Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ Լա Սկալայում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում։ Այս ելույթից հետո նա Լա Սկալայի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր, այնտեղ Բորիս Գոդունով եւ Տոսկա օպերայի ներկայացումներում գլխավոր դերերում հանդես գալու համար։ Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում եւ համերգասրահներում։ 1990-ական թվականից Գեղամ Գրիգորյանը մշտապես հրավիրվում է մասնակցելու տարբեր միջազգային հեղինակավոր փառատոների։ Գեղամ Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը՝ Մանտուայի Դուքս Ռիգոլետտո օպերայից, Ռադամես Այդա օպերայից եւ այլն։ Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-ից 21-րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը։
10 տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեգամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը։ 1999 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես գեղարվեստական ղեկավար։ Այս պաշտոնում թատրոնը ղեկավարել է մինչև 2008 թվականը։ Այդ տարիներին թատրոնում Գրիգորյանը որպես ռեժիսոր բեմադրել է Վերդիի Տրավիատան, հայ կոմպոզիտորների օպերաներ, ինչպես նաև բեմականացվել են բալետներ Արամ Խաչատրյանի Գայանե, Հավերժություն։ 2005 թվականին թատրոնի գեղարվեստական կազմի մասնակցությամբ Գառնու հեթանոսական տաճարում նկարահանվել է Բելինիի Նորմա ֆիլմի օպերան, ռեժիսոր Բորիս Հայրապետյան։ Մի քանի տարիների բացակայությունից հետո 2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և օպերային թատրոնի աշխատակազմի հորդորով և խնդրանքով վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես գեղարվեստական ղեկավար։ Գեգամ Գրիգորյանը մահացել է 65 տարեկան հասակում 2016 թվականի մարտի 23-ին։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։ Մենք շարունակում ենք մեր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մեկ հարց է ինձ եւ գործընկերուհուս տանջում։ Արդյոք գիրքը եւ գրականությունը մտքերն են մոտիվացրել, որպեսզի ստեղծվեն հրաշալի լուսանկարներ, թե ճիշտ հակառակը գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարների շնորհիվ մտքեր առաջացան եւ այդ մտքերը դարձան շատ հետաքրքիր մի գիրք։ Երբ մարդիկ կարծում են մտքեր հետաքրքիր, ոչ քառակուսի կարևորը։ Իրենք դրսևորվում են յուրաքանչյուր ոլորտում։ Եվ դառնում է մի հրաշալի գեղեցիկ ստեղծագործություն։ Հասկանալ, կարծում եմ շատ հետաքրքիր հարցազրույց ենք ունենալու։ Մեզ մոտ լուսանկարիչ Գագիկ Հարությունյանն է։ Նախ ողջունենք, ծանոթանանք, հետո շարունակենք։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Ողջույն սիրելի ընկեր, ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպես։ Լավ, հրաշալի Կիրակի առավոտը լավ դիմավորել եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Երեք մեզ մոտ նկարիչ էր մասնագիտությամբ հյուր եւ նրան էլ այդ նույն հարցը տվեցինք, թե արդյոք ընդհանրապես արևածագը, առավոտները, երեկոները, արևամուտը ինչ որ կերպ անդադար նրանց հետաքրքրում են եւ դուք անտարբեր եք արդյոք առավոտյան արտանում, թե արտանալուն պես նայում եք երկնքին, որպեսզի հասկանաք եւ ձեր աչքով եք նայում, թե օբյեկտիվի միջոցով։ Չէ, առավոտյան արտանալիս բնականաբար իմ աչքերով եմ նայում, ու քանի որ լույս է արդեն, դա արդեն շատ լավ է որ լույս է, ինձ թվում է իմ աչքերով եմ նայում ու իսկ եղել է դեպք, որ շատ արագ, այսպես սպոնտան, հա, միանգամից որոշեք, որ արթնացաք, տեսաք շատ հետաքրքիր պահ, վայրկյան ու ամեն ինչ անեք այդ պահին, որպեսզի ֆիքսեք ու հավերժացնեք տվյալ պահ ու վայրկյան։ Այո, շատ դեպքեր են եղել։ Այսինքն լինում են դեպքեր, երբ առաջին քայլը արթնանալուն պես լինում է լուսանկարելը։ Այո։ Ես քանի որ մեր բոլոր հյուրերին, եթե պիտի հյուրընկալվեն մեր տաղավարում, սոցիալական ցանցերով փորձում եմ հասկանալ, ճանաչել փոքրինչ նրան, ես ձեր լուսանկարներից հասկացել եմ, որ ավելի հայկ Գագիկը սիրում է կանանց լուսանկարել։ Ամեն դեպքում սոցիալական ցանցերից այդպես եմ հասկացել, բայց հիմա ես փորձեմ ներկայացնել ինչի համար ենք հավաքվել, հետո ավելի մանրամասն կզրուցենք։ Մարտի 28-ին եւ 29-ին Հերիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի անհատական լուսանկարների ցուցահանդեսը եւ իր իսկ հեղինակած գրքի շնորհանդեսը սայների խոսում ենք։ Սև եւ սպիտակ հիշողություններ խորագրի ներքո է ընթանալու այս գեղեցիկ միջոցառումը։ Հիմա վերադառնանք սկիզբ։ Սկզբից սկսենք, հետո գանք հասնենք ցուցահանդեսին, հա, Գագիկ։ Ինչու որոշեցիք, որ լուսանկարչության աշխարհ պիտի ներխուժեք եւ դառնաք լուսանկարիչ։ Արդյոք սա ձեր մասնագիտությունն է, թե այսպես նախասիրություն պարզապես։ Սկզբնական շրջանում եղել է նախասիրություն, առհասարակ արվեստով զբաղվել եմ երաժշտությամբ, ստեղնաշարային գործիքներ եմ տիրապետում մի քանի։ Բայց հետո չգիտեմ, հասկացա, որ լուսանկարչությունն է իմը։ Ինչու ինչը գերեց լուսանկարչության մեջ։ Ճիշտն ասած, հստակ չեմ կարող պատասխանել, ամեն դեպքում ինձ թվում է գեղեցկությունը, կյանքը սիրելը ավելի տարավ ինձ դեպի լուսանկարչություն։ Իդեպ երաժշտությունը նույնպես իր դերը ունի, քանի որ երբ մենք սկսում ենք լսել երաժշտություն, կարծես մոտիվացիա լինի, էլի, ինչ որ մի բան ստեղծելու,
Եվ այդպես ինձ թվում է այդ կետից սկսվեց։ Եվ գեղեցիկը հավերժացնելու ի վերջո։ Այո։ Մի բանն է այստեղ հետաքրքիր, մենք ուսումնասիրելով շատ լուսանկարների, հատկապես այս օրերին, երբ տեխնիկան նույնիսկ ցույց է տալիս տարբեր որակների լուսանկարներ ունենալ եւ բոլոր անխտիր այսօր կարող են լուսանկարներ անել, ելնելով նաեւ տեխնիկայի հնարավորություններից, բայց կան լուսանկարիչներ, ովքեր ունեն շատ հստակ ուղղվածություն, կան լուսանկարիչներ, ովքեր ստեղծագործում են շատ տարբեր ուղղություններով։ Դուք ձեզ ինչպես եք համարում, ունեք որոշակի հստակ ուղղվածություն, որը ձերն է եւ դուք ինքներդ ձեզ որպես լուսանկարիչ միայն հենց այդ ոճի մեջ եք պատկերացնում եւ այդ ոճի մեջ եք ստեղծագործում ամենակարևորը։ Այո, բնականաբար ես հիմնականում լուսանկարում եմ նորաձևություն, բայց նաև անդրադառնում եմ նաև beauty art ժանրերում, լուսանկարները նույնպես այդ ոճերում նաև կտեսնեք իմ աշխատանքները, հիմնական մասը այո նորաձևությունն է դա։ Նորաձևություն եւ համագործակցում եք ամսագրերի հետ երևի մոդելների, հայտնի դերասանների, այո նաև ամսագրերի, այդ թվում նաև արտ երկրում շատ մարդկանց մոդելների հետ նույնպես աշխատել եմ, պատկերասրահների հետ եմ աշխատում, որտեղ ցուցադրվում են իմ լուսանկարները։ Այդ մասով այսքանը կարծում եմ։ Գագիկ, իսկ ինչու սև ու սպիտակ, զուտ վիզուալ ձեր աչքին դա գեղեցիկ է, թե ինչպես ասում են, որպեսզի գույնը չխանգարի բովանդակությունը, էությունը, պատմությունը նկարի հասկանալու համար։ Փորձեմ այսպես պատասխանել, սև ու սպիտակը ինձ համար լուսանկարչության գույներն է։ Ինչու լուսանկարչության գույները, որովհետև երբ ստեղծվել է լուսանկարչությունը առհասարակ, այդ ժամանակ չեն եղել գույներ։ Ինձ համար սկիզբն է ոնց որ գույների սկիզբն է լուսանկարչության սև ու սպիտակը։ Ինձ թվում է դա է պատճառը, որ խորապես սիրալված եմ սև ու սպիտակ լուսանկարը։ Հավատարիմ եք մնացել սկզբնախտին։ Այո, բայց կուզեի շեշտել, որ նաև գույներով լուսանկարներ նույնպես ունեմ ու լուսանկարում եմ։ Եվ սև ու սպիտակի մեջ կարելի է գույներ գտնել, երևակայությունը երբ աշխատում եք, նույնպես գույնի երանգներ են։ Գանք ցուցահանդեսին թվով քանի լուսանկար է ցուցադրված լինելու եւ գիրքը ինչի մասին է, ձեր կենսագրությունն է, ձեր անցած ճանապարհը, թե լուսանկարների պատմություն։ Եվ ինչով կապենք մեկը մյուսի հետ։ 30 լուսանկար է ներառված ցուցահանդեսին, իդեպ նաև գույնավոր լուսանկարներ կան, մի քանիսն են նրանք, այս բան չեմ մտաբերում քանի հատ կոնկրետ, բայց ընդհանուր լուսանկարները 30-ն են լինելու։ Սև ու սպիտակ հիշողություններ, կարծում եմ դա ինչի համար վերնագիր է սև ու սպիտակ հիշողություն, ցանկացած լուսանկար ունի իր պատմությունը։ Ու այդ պատմությունը ներառված են մեր լուսանկարներում բնականաբար։ Ինձ թվում է դա է պատճառը, որ հիշողություններն եմ ընտրել որպես բառ, հա, անվանման մեջ։ Այսինքն մենք գիրքը կարող ենք համարել ավելի շատ վավերագրություն, հա, որ դուք բացահայտում եք, ներկայացնում եք լուսանկարները պատմություններով, հիշողություններով, քան օրինակ գեղարվեստական գրականության շարքին կարող ենք դասել ձեր հեղինակած գիրքը, այո։ Գրքում ներառված են իմ երկար տարիների հեղինակածս աշխատանքները, բացի լուսանկարներից, այնտեղ ես անդրադարձել եմ մի շարք թեմաների լուսանկարչությանը վերաբերող, արվեստ, լուսանկարչություն, նորաձևություն եւ մի շարք այդ թեմաներ։ Սա նաև հրաշալի առիթ է սկսնակների համար, որովհետև կարող է լինել տեսական նման ինչ-որ մի բան։ Եվ պետքական շատ։ Այո։ Այսպես պատասխանեմ, ցանկացած արվեստագետ, արվեստով զբաղվող մարդ, թվում ես իմ մասով որպես լուսանկարիչ, երբ ստեղծագործում ես եւ հասնում ես ինչ-որ մի կետի, կարծես ուզում ես ամփոփել, հա, այդ ամեն ինչը։ Գրքի միտքը հենց այդտեղից է եկել, որ ես իմ լուսանկարները ամփոփեմ մեկ վայրում, ներկայացնելով հանրությանը եւ այդ կետից սկսել ավելի նորովի, ավելի էմոցիաներով, ավելի, չգիտեմ, հետաքրքիր բան եք մտածել, ամեն դեպքում դուք ձեր առջև դրել եք հետաքրքիր ու բարդ խնդիր միևնույն ժամանակ լուծելի։ Գիրք ալբոմ է, նաև նկարները կան, որոնք ցուցադրված են, ահա։ Ես ուզում եմ խոսել շատ կարևոր մի ֆենոմենի մասին, որպես լուսանկարիչ, ինչպես կբացատրեք այն հանգամանքը, որ շատերս լուսանկարվում ենք եւ ասում ենք ինչ հետաքրքիր է։ Տվյալ անձնավորությունը
նկարահանվում է լուսանկարներ ու բոլոր լուսանկարներում նա միշտ էլ գեղեցիկ է եւ լավ է դուրս գալիս այդ արտահայտությամբ, բայց մարդիկ կան ովքեր ռեալ իրական կյանքում շատ հմայիչ են, շատ գեղեցիկ են, բայց այդպես էլ որևէ հաջողված լուսանկար թերևս չեն կարողանում ունենալ իրենց կյանքում։ Դա ինչից է կախված։ Դա մարդու ներաշխարհն է, մարդու այդ պահի լարվածությունն է, թե ոչ, Նաև լուսանկարչի հանգամանքը արդյոք, հա։ Այո, արդյոք կապ ունի թե ոչ։ Նշանակ կապ ունի լուսանկարչի հանգամանքը ու նաև կախված է լուսանկարչի փորձառությունից, այդ թվում նաև հարաբերությունից նկարվողի, այսինքն մաքսիմալ անկեղծ է պետք լինել լուսանկարման ժամանակ։ Ու ինձ համար ես կարծում եմ, որ չկան մարդիկ, ովքեր շակերտներում ասած ֆոտոգենիկ չեն, հա, շատ մարդիկ կա, որ ասում են մենք ֆոտոգենիկ չենք։ Սա ֆիքսենք եւ հիշենք, սիրելի հեռուստադիտողներ, այո, չկան նման մարդիկ։ Այո։ Պետք է ուղղակի շատ ճիշտ սկսել, նախապատրաստական փուլն է շատ կարևոր լուսանկարչության մեջ, հագուստը, լոկացիան այսպես կոչված, չգիտեմ, ամեն ինչը կապ ունի, Հարմարավետ միջավայրը գուցե։ Այո։ Իսկ երաժշտությունը միշտ ուղեկցում է ձեզ աշխատելիս։ Միանշանակ, առանց երաժշտության ես ոչինչ ուղղակի չեմ լուսանկարում։ Իսկ ոճային թե տարբեր։ Հիմնականում ջազ, ամբիենտ, լաունջ ոճերի երաժշտություն եմ։ Հանգստություն է գալիս, հա, երաժշտությունից։ Իսկ եթե մոդելին դուր չի գալիս այդ երաժշտությունը։ Այստեղ կարևորը ինձ թվում է ստեղծագործողը ես եմ ամեն դեպքում, հա, ցանկալի կլինի երկուսս էլ դուր գա, բայց չի եղել դեպք, որ չհավանի, հա։ Ասացի կարևորը, որ մոդելը անկեղծ լինի, անկեղծանա այդ փոխհարաբերությունը լուսանկարչի հետ, որովհետև կարծում եք, որ լուսանկարում բնավորությունը, էությունը երևում է մոդելի։ Միանշանակ, անկեղծությունը շատ նույնիսկ եթե նորաձևություն եք նկարում։ Այո, եթե կոմերցիոն բնույթ իհարկե չի կրում տվյալ լուսանկար։ Իդեպ ես լուսանկարում եմ առանց դիմահարդարման, իմ մոտ ուղղակի բացակայում է դիմահարդարումը, ես ավելի կողմնակից եմ բնականին։ Այն էլ 100% բնականություն, եթե որևէ դիմահարդարման անգամ թեթև միջամտություն չեմ համարում, դա իրական, որտեվ մենք ինչ ոնց որ կանք, հա, դա մենք ենք։ Իսկ այնուհետև ֆոտոյի մշակման գործընթացն է նույնպես ամեն ինչ անում եք, որպեսզի շատ մոտ լինի բնականին։ Փորձում եմ մոտ լինի բնականին, այո, միջամտություն տեխնիկայի առումով բնականա կլինի, շատ չնչին թերությունները շտկելու համար։ Գագիկ, ասացիք մոդելների, դերասանների եք նկարում, իսկ հասարակ մահկանացուները, անցորդներ, ուղղակի տեսնեք եւ որևէ պահ ուզենաք ֆիքսել կամ արտասովոր գեղեցկություն ունենա, յուրահատկություն ունենա, կամ ուղղակի ուզենան ձեզ մոտ գան լուսանկարվել։ Այո, կարող են, ես բոլոր մարդկանց նկարում եմ, այնպես չի, խտրականություն կա, ինչ որ ես մարդուն նկարում եմ, այն մարդուն չէ։ Իսկ դեպք, որ փողոցով քայլելիս ուղղակի տեսել եմ գեղեցիկ կնոջ, ինքս առաջարկել եմ, որպեսզի նա հայտնվի իմ տեսախցիկի առջև եւ ստացվել է, մեզ մոտ շատ գեղեցիկ լուսանկարներ ենք ստացել միասին։ Ունեք ձեզ համար պատմական, ֆավորիտ այցեքարտային լուսանկար, որը իսկապես շատ եք հավանում եւ գտնում եք, որ դեռ ձեր արած ամենահետաքրքիր, ամենալավ ու առեղծվածային գուցե եւ լուսանկարներից մեկն է, որ չեք էլ հասկանում, թե ինչպես եք ստացել դա, բայց ստացվել է հենց այդ վարկյանը հավերժացնելով։ Ունեք նման հաջողություն ձեզ մոտ, թե ոչ։ Կոնկրետ որ ինչ որ մի բան եմ շատ սիրում ավելի, չեմ կարող ասել այդպես, բոլոր լուսանկարները ինձ համար շատ կարևոր են իմ աշխատանքներում։ Հետաքրքիր է լուսանկար, որը վերածվել է երազանքի եւ դուք ուզում եք անպայման այդ լուսանկարը անել, ունենալ եւ ում եք ուզում լուսանկարել։ Արդեն լուսանկարել եմ, ճիշտ ասած։ Իսկապես եւ ով էր դա։ Կոնկրետ չեմ ուզում նշել, թե ով է, ուղղակի ունեցել եմ միտք, որը պետքա ստանայի, դա ստացել եմ արդեն։ Նյու Յորքում եմ լուսանկարել եւ մի ֆիլմից էի վերցրել թեման ու շատ մեծ դեր ունի այդ ֆիլմը իմ առհասարակ լուսանկարչության իմ կարիերայում։ Իսկ այդ լուսանկարը թվով 30 լուսանկարների շարքին պատկանում է, ոչ որ տեղը գտել է նաև գրքի մեջ։ Համ տեղ է գտել գրքում, համ նաև ներառված է ցուցահանդեսում։ Իսկ հայտնի կանանցից կա մեկը, ում ցանկանում եք լուսանկարել։ Համաշխարհային մեծության վերցնենք։ Չեմ կարող պատասխանել։ Չեք կարողանում մտաբերել։ Լավ, եւ վերջում ինչ կարևոր կանոններ ունեք, իհարկե չգրված կանոններ կամ գուցե պահանջներ կամ գուցե խնդրանքներ այս դեպքում բոլոր այն մարդկանց, ում դուք լուսանկարում եք, ինչ եք
պահանջում նրանցից ի սկզբանե։ Անկեղծություն։ Միայն դա։ Այո։ Առաջին փուլում դա։ Երբ անկեղծ ենք մենք միմյանց նկատմամբ աշխատանքի ժամանակ հաստատ կստացվի։ Եվ պահանջում է լվանալ դիմահարդարումը, եթե կա։ Այո։ Ամենակարևորը։ Ինչ ունենք ավելացնելու։ Սիրելի Գագիկ Հարությունյան, մարտի Մուտքը ազատ է, հետաքրքիր է։ Այո, մուտքը ազատ է, բոլորին սիրով հրավիրում եմ մարտի 28-ին եւ 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոն մասնակցելու իմ ցուցահանդեսին եւ երկրի շնորհանդեսին, այո, երեկոյան ժամը 18:30։ Գիրքը կարող են հենց ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերել, թե հետո լինել ցուցահանդեսի օրը նույնպես այո կարող են ձեռք բերել, իսկ հետո Երևանի գրախանութներից, այո։ Շատ լավ, շնորհակալ ենք, որ ժամանակ ունեցաք, եկաք մեզ հետ եւ ունեցանք լավ հարցազրույց, բացահայտեցինք ձեզ էլ որպես տաղանդավոր ու լավ լուսանկարիչ, ով նաեւ սիրահար է երաժշտության եւ ստեղծագործելուն գրականության մասով։ Ձեզ եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար։ Շնորհակալ ենք, ես իհարկե հույս ունեի, որ տեսախցիկով կլիներ Գագիկը, բայց ոչ։ Այո։ Հույսերը այսօր ամենահետաքրքիր չարթարացան։ Խնդրեմ, մի օր առանց շպարի չմոռանաս այս կարողան հանգամանքի մասին կարող ես համագործակցել Գագիկի հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հետ էինք զրուցում, ում ցուցահանդեսը անհատական լուսանկարների եւ գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 28-ին եւ 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Մենք բարև երկիրն ենք, շարունակեք մնալ մեզ հետ։ Արևիս լուսի երազել եմ ու գտել եմ իմ աչքի լույսի Արևիս լուսի երազել եմ ու հասել եմ իմ երկրորդ կեսի Արևից լուսին երազել եմ ու գտել եմ իմ աչքի լույսի Արևից լուսին երկուսով միասին Սիրտը իմ թող քոնը դառնա Քեզ կտամ թող քոնը մնա Սերը իմ պահիր քո սրտում Քեզ սիրեմ հավերժ իմ գրկում Կաղոթեմ սիրո ամպերին Իմ հեքիաթն ես իմ անթերին Դու բախտից նվեր ինձ հասած Երազանքն ես իմ երազած Արևից լուսին երազել եմ ու գտել եմ իմ աչքի լույսի Արևից լուսին երազել եմ ու հասել եմ իմ երկրորդ կեսին Արևից լուսին երազել եմ ու գտել եմ իմ աչքի լույսին Արևից լուսին երկուսով միասին
Ամփոփենք սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր բարև երկիրը հանդիպելու ենք մյուս հանգստյան օրերին։ Թռչում է ժամանակը շատ արագ։ Երբ մյուս անգամ հանդիպենք մեր հեռուստադիտողների հետ, ամփոփելու ենք նաև գարնան առաջին ամսվա վերջին 2 օրը։ Այո։ Ինչ մնաց ինձ ասելու։ Հա, շնորհակալություն եմ հայտնում իհարկե մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր իհարկե մեզ հետ էին այս 1 ժամ եւ մի քանի րոպեն, ինչպես Հայկն է սիրում ասել, ձեր սուրճն ու թեյը մեզ հյուրասիրելու, մեզ հետ կիսվելու եւ մեզ հետ վայելելու համար։ Եղեք առողջ, խաղաղ, շատ երջանիկ, իսկ ինչ մնում է մեր գործընկերոջ եւ այն հասցեներին, որոնք ասում ենք միշտ ավանդաբար եւ պարտադիր, ուզում եմ ասի Հայկը։ Մեծ սիրով տուն դեպո խանութսրահ ձեզ բազմիցս ներկայացրել ենք, ելի կներկայացնենք մեր գործընկերն է, գնացեք եւ ծանոթացեք բազմապիսի լայն տեսականում եւ ճկուն զեղչային համակարգերի, նաեւ եւ իհարկե մեզ միացեք Երկիր մեդիայի YouTube-յան պաշտոնական ալիքով ու Բարև Երկրի Facebook-յան էջով։ Այսօրվա համար այսքանը, մենք էլ գնանք նախապատրաստվենք, վայելենք կիրակի օրվա շարունակությունը, կհանդիպենք մյուս շաբաթ։